Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկ.am YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր եւ մենք ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ օրաթերթը գրում է. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյանները պարկեշտ եւ ինտելիգենտ ընտանիքից են։ Երիտասարդները 12-րդ դասարանում են սովորում, գերազանց, քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում, ինչպես փորձում էր ներկայացնել իշխանական քարոզչամեքենան։ Նրանց պապը պետական, քաղաքական, հասարակական գործիչ է, սովետական տարիներին Ղափանի կուսչրճկոմի առաջին քարտուղարներից էր, Ռաֆայել Մինասյանը, որի անունով է կոչվում քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը եւ նախատեսում է նրա արձանը տեղադրել քաղաքում։ Ըստ կապանցիների Մինասյանն է իրենց քաղաքը ծաղկեցրել, հետագայում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է նաև Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության բնակարանային կոմունալ տնտեսության մինիստրը։ Եթե ուշադիր հետևել եք կադրերին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած իրադարձություններին առնչվող, կտեսնեք, որ հենց Փաշինյանը եւ իր թիկնապահներն են պրովոկացնում այդ երիտասարդներին, պատկերացրեք, մարդիկ կանգնած են, մասնակցում են պատարակի, իրենց տեղում կանգնած են, որևէ մեկին չեն խանգարում եւ հանկարծ ներս է մտնում Փաշինյանը եւ թիկնապահները սկսում են քաշքշել այդ մարդկանց։ Եվ այդ երիտասարդին ուղղակի դուր չեկավ այն, որ իրենք կանգնած մասնակցում են պատարակի կրոնական ծիսակարգի եւ իրենց ինչ-որ մեկը քաշում է մի կողմ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այդտեղ կանգնի։ Եվ այս միջադեպը հրահարվել է հենց Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հրապարակ թերթը գրում է. Փետրվարի 26-ին դատարանը դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը Մկրտիչ Մկրտչյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով։ Պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Դատավոր Հրաչյա Մեխակյանը ի դեպ ԱԺ նախկին падգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան։ Կաշկանդված էր դատավորը հայտնի ՔՊԱ-կանի եղբոր գործով, որին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար։ Նմանատիպ մեղադրանքով հիշեցնենք Արցախյան պատերազմների հերոս Աշոտ Մինասյանը 1 տարի ազատազրկման է դատապարտվել եւ արդեն 4 ամիս է կալանավայրում է, քանի որ նրա տնից 100 մետր հեռավորության վրա զենք են հայտնաբերել։ Իսկ դեսպանի եղբոր գործով դատարանը ոչ միայն պայմանական է կիրառել, այլև պարզվում է դատարանի որոշումից գոհ է նաև գլխավոր դատախազությունը, որը չի բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, այն մի քանի օր առաջ ուժի մեջ է մտել։ Պարզ չի, որ գլխավոր դատախազությունը չէր բողոքի, պարզ չէր, ում համար պարզ չէր, որ ՔՊԱ-կան դեսպանի նախկինում սոցիալ-նախարարներ, նախկին նախարարի եղբայրը չի դատապարտվել։ Ընդ որում մամուլը հիշեցրել է միայն ապօրինի զենքի մասին, բայց այդ մեքենայից հայտնաբերվել է նաև թմրամիջոց, ընդ որում ոչ փոքր քանակությամբ։ Եվ հիշեցնեմ մի ծիծաղելի հիմնավորում, որ իրավապահ կոչված կառույցները բերում էին, ասում են, դա ՔՊԱ-կանի եղբոր մոտից չի հայտնաբերվել, վրայից, գրպանից չի հայտնաբերվել այդ թմրադեղը, այլ մեքենայից։ Եվ մեքենայում եղել է ուրիշ մարդ, ուրեմն այն կարող է պատկանել այլ մարդու։ Հիմա պատկերացրեք, այսինքն քաղաքացիական պայմանագրի օրոք իրենց ձեռքի տակ աշխատող իրավապահների համար մարդը կարող է թմրադեղի հետ, թմրամիջոցի հետ կապ ունենալ, երբ որ այն իր գրպանում է գտնվում։ Այդ դեպքում պետք է ընդհանրապես օրինակ բանանի մի Իրանին առնչվող այն 1 տոննա կոկայինի գործը ջրել, որովհետև դուք պատկերացնում եք, չկա տես մարդ, որ մի տոննա կոկային իր գրպանը պահի։ Դա ինչ ծիծաղելի հիմնավորում էր, հա։ Եվ բացի զենքից փաստորեն շատ հետաքրքիր ձևով շրջանցվեց նաև թմրամիջոցի հանգամանքը։ Սա եւս պետք է մամուլը սրան ուշադրություն դարձնի։ Հրապարակ թերթը գրում է. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 3 պետք է քննարկվեր պատիվ ունեմ խմբակցության հեղինակած պետություն ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ հայտարարության նախագիծը, սակայն նախագիծը հեղինակած ֆրակցիայից որևէ падգամավոր նիստին չէր ներկայացել, իսկ զեկուցողը խմբակցության քարտուղար Հայկ
Մամիջանյանն էր։ Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն նման դեպքերում նախագծի քննարկումը հետաձգվում է մինչև երկամսյա ժամկետով։ Մենք տեղեկացանք, որ պատիվ ունեմ խմբակցությունը միտումնավոր չի ներկայացել նիստին, վստահ լինելով, որ իշխող մեծամասնությունը մերժելու է նախագիծը եւ մարտավարական փոփոխության են գնացել, նախ լսումներ կազմակերպել, որ չստացվի, թե մերժված նախագծի վերաբերյալ ժամերով քննարկումներ են անում, հետո միայն հարցը կրկին օրակարգ բերել։ Ես զարմանում եմ, ինչի վրա են, ինչով են վստահ պատիվ ունեմում, որ քաղաքացիական պայմանագիրը մերժելու է։ Ես մարդիկ մեռան համոզելով հանրությանը, որ իրենց սկսված այդ impeachment շոուին ԿՊ-ից աջակցողներ կան, իրենք էլ բանակցում են եւ մեծ է հավանականությունը, որ ԿՊԱ-ականների քվեարկությամբ Դավիթ Համբարձումյանը կդառնա վարչապետ։ Այսինքն ԿՊ-ում կան մարդիկ, որոնք Դավիթ Համբարձումյանին ընտրում են վարչապետ, բայց չեն ուզում եկեղեցու մասին պատիվ ունեմի նախաձեռնությանը կողմ քվեարկել։ Իհարկե ԿՊ-ում չկան այնպիսի բարոյական նորմեր ունեցող մարդիկ, որոնք եկեղեցու դեմ իրականացվող այս ապօրինությունները դատապարտող նախագծին կողմ կքվեարկեն։ Վատ նախագիծ չի, բայց միևնույն ժամանակ ԿՊ-ում չկան մարդիկ, որոնք Դավիթ Համբարձումյանին վարչապետի պաշտոնում կընտրեն կամ դեմ դուրս կգան Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ իրենք էլ իրենց այս բեմադրած շոուից բան չեն հասկանում եւ կարծում եմ հասարակությունն էլ արդեն բան չի հասկանում եւ վաղուց մոռացել են դրա մասին, չնայած հանրապետականները շարունակում են պնդել, թե ամենակարևոր փուլն է impeachment իրականացնելու։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, թեև համապետական ընտրությունների պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մայիսի 8-ից եւ կտևի մինչեւ հունիսի 5-ը, այնուամենայնիվ քաղաքական գործընթացները փաստացի արդեն ակտիվ փուլում են։ Վերջին օրերին քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպումներ են անցկացնում քաղաքացիների հետ Երևանի տարբեր հատվածներում, նախարարների եւ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում բարձրաձայնվում են քաղաքացիների խնդիրներ, տրվում են հանձնարարականներ, քննարկվում են հնարավոր լուծումներ, ինչը հանրային ընկալմամբ ստեղծում է վաղ մեկնարկած քարոզչության տպավորություն։ Առաջանում է հարց, արդյոք նման ակտիվությունը կարող է դիտարկվել որպես նախընտրական քարոզչություն կամ վարչական ռեսուրսի կիրառում, հատկապես այն պարագայում, երբ գործընթացում ներգրաված են պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ։ Արմլուրեմը դիմեց կենտրոնական ընտրական հանձնաժողով պարզաբանում ստանալու համար։ ԿԸ-ից պատասխանեցին. Մեր կողմից վերահսկվում է բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, դա ընդունված է համարել սահմանափակումների շրջան, որովհետև օրենքով որոշակի գործառույթներ կան, որոնք սահմանափակված են։ Օրինակ, այդ ժամանակահատվածում քաղաքական ուժերը մեր վերահսկիչ, վերստուգիչ ծառայություն են ներկայացնում իրենց ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև հունիսի 6-ին քվեարկության նախորդ օրը քարոզչություն չի կարելի իրականացնել։ Հենց այդ պատճառով էլ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը անվանում ենք սահմանափակումների շրջան։ Մնացած ժամանակահատվածում ցանկացած կուսակցություն կամ քաղաքական միավոր ազատ է իրականացնել իր գործունեությունը եւ դա որևէ կերպ ԿԸ-ի հետ կապ չունի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վերջին օրերին լրատվամիջոցների եւ իշխանական պատգամավորների միջև մի շարք լարված միջադեպեր են արձանագրվել, որոնցում լրագրողների հարցերը դարձել են հրապարակային քննադատության եւ թիրախավորման առարկա։ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի մայրը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատվիրակ Մարիաննա Հովհաննիսյանը 2 տարի առաջ թքել էր քաղաքացիների վրա եւ միջնամատը վեր բարձրացնելով վիրավորել քաղաքացիներին։ Այս մասին լրագրողի հնչեցրած հարցից հետո Սիմոնյանը, որն ինքն էլ 2023-ի ապրիլին թքել էր քաղաքացու վրա, հրապարակայնորեն արձագանքել էր ներկայացնելով, թե լրագրողները հարձակվել են իր մոր վրա, սադրել են։ Մինչդեռ հարցը վերաբերվում էր նախկինում նրա մայրիկի կողմից դրսևորված հանրային վարքագծին։ Նույն օրը լրագրողների հարցերին արձագանքելիս ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խուսափել էր պատասխանել իր եւ ընտանիքի ենթադրյալ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հարցերին եւ ավելի ուշ սոցիալական հարթակներում հրապարակել էր տեսանյութ վիրավորելով լրագրողին։
ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւս թմրանյութի իր գործին առնչվող հարցուպատասխանից հետո հրապարակային անդրադարձ կատարել լրատվամիջոցին, քննադատելով լրագրողների հարցադրումները։ Լարված իրավիճակ է արձանագրվել նաև ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի եւ հրապարակ օրաթերթի միջև ԱԺ փոխոսնակը վիրավորել եւ թիրախավորել է լրագրողին եւ այսպես շարունակ։ Գիտեք, քաղաքացիական պայմանագրի սա նոր դրսևորում չէ, դատապարտելի է մեր գործընկերների նկատմամբ նրանց վարքագիծը, բայց հիշենք, որ այս վարքագիծը սկսվել է 2018 թվականից, երբ Սվոյ Չուժոյ ցուցակներ էին կազմում, երբ թիրախավորվում էին լրագրողներ, այդ թվում օրինակ մենք, իմ աշխատանքը, եւ ես շատ լավ հիշում եմ, թե լրագրողական համայնքի քանի ներկայացուցիչ էր ուրախացել, երբ Տիգրան Ավինյանը դատի էր տվել մեզ եւ դատարանը կայացրել էր ապօրինի որոշում մեզ տուգանելու։ Ես հիշում եմ, թե այսօր քաղաքացիական պայմանագրի վարքագծից դժգոհող շատ լրագրողներ ինչպես էին հրճվում, երբ ԿՊ-ականները թիրախավորում էին մեզ կամ այլ լրատվամիջոցների։ Ես հիշում եմ, թե ինչպես էին այդ մարդիկ, կոնկրետ այս թվարկված մարդիկ չէ, բայց շատ այլ լրագրողներ աջակցում ԿՊ-ականների, ծափահարում ԿՊ-ականների ամենասրիկա նախաձեռնությունները։ Այո, դատապարտելի է քաղաքացիական պայմանագրի վարքագիծը, մեր աջակցությունները լրագրողական համայնքին, բայց սիրելի լրագրողներ, սա այն է, ինչ 2018-ից հաճախ ցանել եք դուք։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Վաղար շաբաթ խոշորացված համայնքի ղեկավար ԿՊ ներկայացուցիչ Արգիշտի Մեխակյանի գլխավորած պատվիրակության համար համայնքային բյուջեից ձեռք է բերվել 1.105.000 դրամի ավիատոմս դեպի Սանկտ Պետերբուրգ։ Տոմսերի գնման վերաբերյալ տվյալները հրապարակվել են պետական գնումների հարթակում, ըստ որի գնումը կատարվել է փետրվարի 2-ին։ Համաձայն առկա տեղեկությունների գործուղմանը մասնակցել է 5 հոգուց բաղկացած պատվիրակություն, սակայն վաղարշաբաթի համայնքապետարանի պաշտոնական կայքում եւ տեղեկատվական հարթակներում այցի նպատակի, արդյունքների կամ ծրագրի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մարտի 27-ից 28-ը տեղի ունեցավ իշխող ԿՊ կուսակցության ներքին վարկանիշային ընտրությունը, որի ժամանակ ձևավորվեց լավագույն 30-յակը։ Ժողովուրդ օրաթերթը ներկայացնում է, թե ինչ տեսք է ունենալու հունիսի 7-ին կայանալիք ԿՊ նախընտրական ցուցակի առաջին 50-յակը, ըստ ռեյտինգային քվեարկության եւ ընտրական օրենսգրքի գենդերային պահանջների, ամեն երրորդը պետք է կին լինի ընտրացուցակում։ Նշենք, որ ըստ ներկուսակցական ընտրությունների արդյունքների ԿՊ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, ցուցակը կգլխավորի հենց ինքը եւ այսպես ցուցակը հետեւյալ տեսքն ունի։ Առաջին համարը Փաշինյան Նիկոլ, երկրորդը Արարատ Միրզոյան, երրորդը Անահիտ Ավանեսյան, չորրորդը Պապիկյան Սուրեն, 5-րդը Պապոյան Գևորգ, 6-րդը Գալյան Սրբուի, 7-րդը Ռուբինյան Ռուբեն, 8-րդը Ալեքսանյան Վահագ, 9 Ղազարյան Ալխաս, 10 Հարությունյան Արայիկ, 11 Կոնջորյան Հայկ, 12 Արուսյակ Ջուլակյան, 13 Արսեն Թորոսյան, 14 Ալեն Սիմոնյան, 15 Լիլիթ Մակունց, 16 Խուդատյան Դավիթ, 17 Պետրոսյան Ռոմանոս, 18 Հասմիկ Հակոբյան, 19 Խաչատրյան Արմեն, 20 Մկրտչյան Արեն, 21 Մանավազյան Արուսյակ, 22 Հովհաննիսյան Արթուր, 23 Գաբրելյան Վիլեն, 24 Ղազարյան Սոնա, 25 Եղոյան Արման, 26 Սանոսյան Գնել, 27 Բաթոյան Զարուհի, 28 Միքայելյան Սասուն, 29 Գաբրելյան Սիսակ, 30 Բաղդասարյան Նազելի, 31 Ավինյան Տիգրան, 32 Թունյան Բաբկեն, 33 Տաթևիկ Գասպարյան, 34 Լևոնյան Լևոն, 35 Հայրապետյան Մխիթար, 36 Վարդանյան Արաքսիա, 37 Գրիգորյան Նարեկ, 38 Փամբուխչյան Արմեն, 39 Հարությունյան Քնարիկ, 40 Սիմիդյան Հակոբ, 41 Սարգսյան Գարիկ, 42 Դավոյան Արփինե, 43 Ղալումյան Վահե, 44 Մովսիսյան Սերգեյ, 45 Հովհաննիսյան Միլադա, 46 Մինասյան Սարիկ, 47 Բագրատյան Սերգեյ, 48 Բադալյան Լուսինե, 49 Ղալումյան Հայկ եւ 50 Հակոբյան Վաղարշակ։ Այս ցուցակի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ փաստորեն Ալեն Սիմոնյան բավական հետին
տեղ է զբաղեցրել 14-րդ համարը, սա ցույց է տալիս, թե կուսակցության ներսում ինչպես են իրեն վերաբերվում, Արադ բանից առաջ է, Ալեն Սիմոնյանից առաջ է, Ալեն Սիմոնյանը ԿՊ հիմնադիրներից է, ոչ ԿՊ հիմնադիր ԲՀԿ-ում վարդ բաժանող Վահագն Ալեքսանյանը, ֆեյք հանրապետական Պապոյան Գևորգը, ՀԿ օրոք իշխանության մաս կազմած Սրբույր Գալյանը եւ այսպես շարունակ, փաստորեն այսքան անընդունելի է Նիկոլ Փաշինյանը, ներողություն, Ալեն Սիմոնյանը ԿՊ-ի ներսում։ Ու Նիկոլ Փաշինյանը իհարկե ժողովրդի մոտ այդքան անընդունելի է։ Մինչ անցնենք պոլիտիկայի մի հոդվածին, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին եւ այսպես հոդվածը վերաբերում է Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, որը դեռ իր ընթացքը շարունակվում է, քրեական գործ է հարուցվել, այդ երիտասարդները իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում, նաև ընտանիքի անդամները եւ այսպես Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմակիցների համար հանրության մեջ դուրս գալը դարձել է մի իրական փորձանք։ Բոլոր այն տեղերում, որտեղ իշխանությունները կազմակերպած զանգված չեն բերում, խայտարակ տեսարանի են ականատես լինում։ Փաշինյանին ու իր թիմակիցներին անպատվում են դուրս վռնդում եկեղեցիներից, փորձում ապտակել։ Սա իհարկե առողջ միջավայրի մասին չի խոսում եւ վկայությունն է հանրության գելլարված վիճակի, բայց սա այն է, ինչ ցանել է Փաշինյանը։ Ամեն օր բռնության մասին խոսող, ատելության խոսք տարածող Փաշինյանը ի վերջո ինքն է դառնում դրա զոհը։ Երբ Սուրբ Աննա եկեղեցում քաղաքացիները դուրս վռնդեցին ԿՊԱ-ականներին, իսկ Փաշինյանի թիկնապահների կողմից անարգալից վերաբերմունքի արժանացած մի քաղաքացի ըստ իշխանական պրոպագանդայի փորձել է ապտակել վարչապետի պաշտոնը զբաղեցնողին։ Հիրավի այս իրավիճակը Աստծո պատիժ է, բառացիորեն օրեր առաջ ԿՊԱ-ական Ալեն Սիմոնյանը պնդում էր, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարող դուրս գալ քաղաքացիների մեջ։ Քոչարյանի թաթիկը բռնեք, գնացեք ուղիղ եթերով Սյունիք, կարող եք, դիմելով ընդդիմադիր Աննա Գրիգորյանին ասել էր Սիմոնյանը։ Այս հայտարարությունից ժամեր անց Ալեն Սիմոնյանը ինքն էր ԱԺ-ի մոտ քաղաքացիների հայհոյանքին արժանացել։ Իսկ Սուրբ Աննա եկեղեցում արդեն Նիկոլ Փաշինյանի թաթիկը բռնած էր առերեսվել քաղաքացիների զզվանքին իրենց իշխանության նկատմամբ։ Այս իրավիճակը կարծում ենք լուրջ ազդակ պետք է լինի ԿՊ-ին, որ մարդիկ զզվել են իրենցից։ Այստեղ ընդդիմությունը որևէ դերակատարում չունի։ Եթե Հայաստանում ընդհանրապես ընդդիմադիրներ չլինեին, միևնույնն է, մարդկանց մեծ մասը զզվում է ԿՊԱ-ականներից։ Ու այս իրավիճակը մեկ հանգուցալուծում ունի։ Եթե Նիկոլ Փաշինյանը բռնի Ալեն Սիմոնյանի եւ մյուս ԿՊԱ-ականների թաթիկները ու ազատի մեզ իրենց ներկայությունից։ Գիտեք, Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը, նախորդ շաբաթ Երևանի փողոցներում տեղի ունեցածը ինչ է ցույց տալիս։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի վերնախավը հասկանում են, որ իրենք տեղ չունեն Հայաստանում։ Մի վարքյան զրկվեն պետական պահպանությունից, իրենք փախնելու են Հայաստանից։ Փախնելու են ոչ այն պատճառով, որ մենք գիտենք, թե ով ինչ է անելու, ոչ, մենք լավ ենք հասկանում, թե ինչպիսի ատելություն են իրենք ցանել հայ հանրության մեջ, ինչպիսի աղետի պատասխանատվություն են կրում, եւ երբ ուղղակի այս մարդիկ թիկնապահներ չունենան, ով է կառավարելու հանրության այն հատվածին, որոնք խիստ ծայրացած են սրանց արածից, վարք ու բարքից եւ խոսելիքից։ Փաշինյանը գիտի, որ իրենք փախնելու են Հայաստանից։ Եվ հենց սա է պատճառը, որ իրենք իշխանության աթոռներին
տիրանալը համարում են իրենց անվտանգության միակ երաշխիք, եթե իհարկե պլաններ ունեն Հայաստանում ապրելու, որովհետև այդ աթոռները իրենց հնարավորություն են տալիս պետական պահպանություն, ոստիկանություն, հազարավոր ոստիկաններ այսպես պահապանշների պես ուղեկցում են իրենց, ապահովում են անվտանգություն, քաղաքացիների են քացուտակ տալի, զոհվածի ծնողների են եռաբլուրում ծեծում, միայն թե ապահովեն քաղաքացիական պայմանագրի անդամների անվտանգությունը։ Եթե սրանք պաշտոնների չլինեն, հետ ոստիկանները ինչու պիտի քաղաքացիների ծեծեն Նիկոլ Փաշինյանի համար, նման հրանք չեն ստանա։ Եվ այս մարդիկ ուղղակի գիտեն, որ փախնելու են Հայաստանից, տարբերակ չունեն, իրենք ունեն երկու տարբերակ, կամ Հայաստանում լինել իշխանության, կամ փախնել Հայաստանից։ Սա պիտի գիտակցեն քաղաքացիական պայմանագրի այն անդամները, ովքեր չեն մասնակցել այս աղետների բերելու գործընթացին, որոշումների կայացմանը, ազդեցություն չեն ունեցել, ասենք թեկուզ պատգամավորներ, որոնք միայն աշխատավարձ են ստանում կամ պարգևավճար։ Ոչ Ալիև հետ բանակցել են, ոչ հող են հանձնել, խորհրդարանը Փառք Աստծո որևէ որոշում չի կայացրել, Նիկոլ Փաշինյան չի ստիպել այս բան, բայց ամեն դեպքում ում էինք մի կտոր հաց տվել, Նիկոլ Փաշինյանը դեռ փաստաթուղթ չի բերել խորհրդարան, որ բոլոր ԿՊԱ-ականները դառնան հանցակից, այսինքն խորհրդարանում չի ընդունվել որևէ փաստաթուղթ, որը իրենց պաշտոնապես մասնակից կդարձնի այն հանցագործություններին ենթադրյալ, որոնց մասնակից է Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ լավ մտածեք, սիրելի հայրենակիցներ, քաղաքացիական պայմանագրի անդամներ, ու սիրելի ասել է ուղղակի բարևարկության մասին, ոչ իրականում սիրելի։ Լավ մտածեք, ում հետ եք քայլում, լավ մտածեք, ինչ հրապարակային խոսքով եք հանդես գալիս, որովհետև ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը գնացող է, ի վերջո գնացող է, հա, կոտոշ չի հանելու մնա իշխանության։ Եվ դուք մնալու եք առանց ոստիկանության ապօրինի գործողությունների, այսինքն ձեր համար ոստիկանությունը քաղաքացիների չի ծեծելու։ Եվ այդ պարագայում դուք ստիպված եք լինելու առնչվել այդ քաղաքացիների։ Դրա համար լավ կլինի կարմիր գծերը պահեք օրենքի սահմաններում, որպեսզի հետո որևէ մեկը փորձի ձեր նկատմամբ ապօրինություն անել, հասարակությունը դեմ դուրս գա։ Այս մարդը օրենքի սահմանում է իրեն պահել, ինչու եք ապօրինություն անում իր դեմ։ Չնայած նորմալ պետությունում ապօրինություն անողի նկատմամբ էլ պետք է օրենքով վարվել։ Շատ խիստ, բայց օրենքով։ Այսօր այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք։